Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Ես Ռազմիկ Մարտիրոսյանն եմ, այս թողարկմանը կներկայացնենք։ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան, տեղի է ունեցել Փաշինյան-Փեզեշքյան հանդիպում։ Վերջին ելույթն ազգային ժողովում Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին։ Արտերկրում ապրող Հայաստանի քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենքն ընդունվեց։ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն, մասնակցելու Իրանի հանգուցյալ գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը։ Թեհրանում մեկնարկել են Ալի Խամենեիի հիշատակի արարողությունները։ Ավելի քան 30 տարի Իրանը ղեկավարած առաջնորդի մարմինն առավոտյան տեղափոխվել է Թեհրանի գլխավոր աղոթավայր Մեծ Մոսալլա։ Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հուլիսի 4-ից 9, հուղարկավորությունը հուլիսի 9-ին։ Թեհրանում Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանի հետ։ Նախագահ Փեզեշքյանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան ժամանելու համար։ Նա նաև շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առիթով եւ համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կշարունակեն հետևողականորեն զարգանալ եւ ամրապնդվել։ Վերջին ելույթը խորհրդարանի ամբիոնից։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին եւ ազգային ժողովի աշխատակազմին համատեղ աշխատանքի համար։ Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին եւ ես անկեղծ շատ հպարտ եմ, որ միասին աշխատել ենք, հպարտ եմ, որ այդ ծանր բաների միջով միասին ենք անցել ու կյանքում իրար վրա որևիցե ձևով կասկած չենք ունեցել։ Նաև լավ բաների համար եմ հպարտ, որովհետև այն ճամփորդությունները, այն իրադարձությունները, այն բանակցությունները, այն միջազգային հանդիպումները, որը որ մենք ենք իրականացրել միասին, իրոք պատմական են, մերսի շատ, ապրեք բոլորդ։ Ես նույնպես շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ, նաև աշխատակազմին, բոլոր բաժիններին շնորհակալություն եմ հայտնում եւ պարոն Ռուբինյանին, իմ ընկերոջը հաջողություն եմ մաղթում, թող ինքը լինի երկրորդ ազգային ժողովի նախագահ, որ ստաբիլ 5 տարի կունենա ազգային ժողովում եւ եթե ինչ-որ աշխատանքիս ընթացքում ինչ-որ մեկի նկատմամբ անարդար եմ եղել, թող ներողամիտ լինեն։ Դուք գիտեք, որ ես բոլորիդ սիրում եմ ու ինչքան կարևոր եք բոլորդ իմ համար։ Եվ վերջում կեցե նահատակները եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Ռուբեն Ռուբինյանն այլևս չի լինի Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, եթե ազգային ժողովի նախագահ ընտրվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուբինյանը։ Ես ուզում եմ ձեզ նախ տեղեկացնել, որ քանի որ ես ազգային ժողովի նախագահի տեխնատու եմ ընտրվել եւ ընտրվելու դեպքում ակնհայտորեն ես չեմ շարունակելու Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ լինելու։ Հետևաբար իրենց կոնսպիրոլոգիայի մի 90%-ը միանգամից փլվում է, որ ինձ ընտրելու են ազգային ժողովի նախագահ, որպեսզի ազգային ժողովի նախագահը բանակցի Թուրքիայի հետ։ Արտերկրում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրենքն ընդունվեց։ Նախագծով նախատեսվում է, որ համապետական ընտրություններին եւ հանրաքվեներին կկարողանան մասնակցել միայն այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող 1 տարվա ընթացքում Հայաստանում փաստացի գտնվել են առնվազն 183 օր։ Թեմայի վերաբերյալ կզրուցենք իրավապաշտպան Աննա Մելիքյանի հետ։ Իրականում օրենքը բավականին անսպասելի մշակվեց եւ ընդունվեց, որովհետեւ բոլորս գիտենք, որ արդեն գնացող ազգային ժողով է եւ արտահերթ նիստ հրավիրվեց առանց որևէ հանրային քննարկման, բավականին լուրջ ժամանական իրավունքի սահմանափակող նախագիծ առաջադրվեց շատ լուրջ սահմանափակումներով, այսինքն այստեղ մենք ունենք խնդիր սահմանադրության համապատասխանության հետ, մարդու իրավունքների տեսանկյունից առանց որևէ գնահատման եւ քննարկման, նախագծի մշակում եւ շատ կարեւոր է թեև այս նախագիծը մատուցվում է որպես հանրության կողմից պահանջի արդյունք, որևէ հանրային պատշաճ հանրային քննարկում տեղի չի ունեցել, որպեսզի մենք էլ հասկանանք, թե ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետության բնակչությունը կամ հանրությունը ինչպես է պատկերացնում արկա կամ ենթադրյալ խնդրի լուծումը եւ արդյոք սա լավագույն լուծումն է այդ խնդրի հասցեագրելով տեսանկյունից։ Ձեր կարծիքով հանրային քննարկումներին անդրադարձակ, ինչու առանց հանրային քննարկումների այս օրենքը հապճեպ ներկայացվեց ազգային ժողով եւ իրավական առումով ամեն դեպքում ինչ խնդիրներ եք այստեղ տեսնում։
իրապես շատ հապճեպ է ներկայացվել եւ ավելին ասեմ, թե Հայաստանի Հանրապետության օրենսդրության ճնշող մեծամասնությունը ընդհանուր մինչև 90% մշակվում է կառավարության կողմից, իսկ սա նշանակում է, որ առնվազն իդրաֆտ համակարգում պետք է տեղադրվի, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա մեկնաբանելու, կարծիքներ հայտնելու, առաջարկություններ անելու ինչ որ նախագծի հետ կապված, այս նախագիծը առաջ է քաշվել պատգամավորական նախաձեռնության շրջանակներում, սա նշանակում է, որ որևէ կարծիք նրանք կարող են չփնտրել, չստանալ, ոչ միայն մասնագիտական հանրությունից, այլ ընդհանուր լայն հանրության տեսանկյունից, հա։ Կարծում եմ, որ սա շատ իրականում կասկածելի եւ մտահոգիչ նախաձեռնություններ այն առումով, որ շատ շտապ ընդունվեց եւ կրկին սովորաբար նման տեսակի օրենսդրությունը անցնում է ոչ միայն ներպետական հանրային քննարկումներ, այլ ստանում ենք սովորաբար մասնագիտացված միջազգային կազմակերպություններից կարծիք ունենք Վենետիկի հանձնաժողովից կամ ՀՀԿ ժողովից, այս դեպքում անգամ դա չարվեց, որը բավականին լուրջ վստահության եւ խնդիր է բարձրացնում, այսինքն թե ինչու է դա արվում, նպատակը որն է, եթե հանրային պահանջ է, հանրությունը պետք է պատշաճ ժամանակ ունենա արտահայտվելու եւ քննարկելու այս հարցը։ Իսկ եթե օրենքի բովանդակությանն անդրադառնանք, օրենքի բովանդակության տեսանկյունից նայեք, մեր սահմանադրությամբ ցանկացած Հայաստանի Հանրապետության քաղաքացի 18 տարին լրացած, բացառությամբ ծանր հանցագործությունների համար դատապարտված կամ անգործունակ ճանաչված, հա դատարանի վճռով անգործունակ ճանաչված քաղաքացու, մնացած բոլորը, եթե Հայաստանի Հանրապետությունում են լինում ընտրության օրը, իրավունք ունեն իրացնելու իրենց ընտրական իրավունքը։ Ու սա սկզբունք է։ Այս օրինագծով բավականին լուրջ սահմանափակում է նախատեսվում, այսինքն բնակության ցենզ, որ վերջին 2 տարվա ընթացքում, 1 տարվա ընթացքում պարտադիր պետք է Հայաստանում գտնվես, որպեսզի իրավունք ունենաս քվեարկելու ու ըստության որպես իրացման գործիք, որքանով որ հասկանում եք, սահմանապահների կողմից ոնց որ քաղվածք տվյալ է ստացվելու, այսպես ասած, օրերի քանակով, թե Հայաստանի Հանրապետությունում վերջի 2 տարվա ընթացքում որ քաղաքացին է մնացել, չի մնացել ու ըստ դրա արդեն այդ ռեգիստրը ընտրողների կազմվելու է ընտրություններից առաջ։ Այսինքն սա սահմանադրական իրավունքի լուրջ սահմանափակում է 1, երկրորդը բավականին անհամաչափ ցենզ է սահմանվում, հա, բնակության, որը հիմնավորվում է այն տեսանկյունից, որ անձը պետք է կապ ունենա երկրի հետ, որպեսզի իր ապագան, այսինքն երկրի ապագան հնարավորություն ունենա կանխորոշելու ընտրությունների միջոցով, ինչը կրկին բավականին անհամոզիչ է թվում այս առումով, որովհետև ընդամենը 2 տարվա նախաձեռնությունը սկզբանից էլ ավելի վատն էր, հա, 1 տարվա ընթացքում 183 օր էր նախատեսվում, իբր թե փոխզիջում են կատարել եւ ընդլայնել են այդ ժամկետը, բայց կրկին բավականին անհամաչափ։ Ազգային ժողովում օրենքը ներկայացնող ՔՊԱ-ական Ալխազ Ղազարյանն ընդդիմությանը հորդորեց օրենքի սահմանադրականության հետ կապված խնդիրներ տեսնելու դեպքում դիմել սահմանադրական դատարան, պետք է դիմել սահմանադրական դատարան, թե ոչ։ Սահմանադրական դատարան պետք է դիմել անկախ ամեն ինչից, լինի դա անդիմադիր կուսակցությունը, թե ՄԻՊ-ը, թե ինչ-որ քաղաքացի, որը անձամբ կգտնի, որ իր իրավունքը խախտվել է, բայց այստեղ իրականում այլ խնդիր էլ կա։ Վերջերս հաճախ ենք լսում կառավարության ներկայացուցիչներից կամ այս դեպքում ազգային ժողովի ներկայացուցիչ, որ եթե ինչ-որ մի բանից դժգոհ եք, դիմեք դատարան։ Այսինքն իրենք խնդիրը ստեղծում են եւ խնդրի լուծումը տեղափոխում են դատական համակարգ եւ հետագայում էլ եթե դժգոհ են լինում դատական համակարգի որոշումից, մի բաներ մեղադրում են այդ դատավորներին, որ կոռումպացված են կամ ծառայում են այլ օրակարգին եւ այլն։ Այսինքն ի սկզբանե ժողովրդավարության համատեքստում, հա, եթե մենք պնդում ենք, որ մենք ցկտում ենք ստեղծել ժողովրդական ինստիտուտներ եւ ունենանք ժողովրդավար երկիր, մենք չպետք է ստեղծենք խնդիրը, ինչպես նշեցի, առանց հանրային քննարկման առաջին հերթին, հա, ու նոր ասել, դե եթե դժգոհ եք, գնացեք դատարան։ Նորմալ պայմաններում մենք պետք է քննարկեինք այս հարցը ու այդ թվում նաեւ եթե գիտեք, որ քվեարկելը ըստ էության կողմ եւ նախաձեռնելը եւ քվեարկելը կողմի այն մի կուսակցություն, այն էլ գնացող ազգային ժողովում, այն էլ արտահերթ նիստում երկու անհետաձգելի ճանաչվածակ 24 ժամյա ռեժիմով, այսինքն սա լրիվ հակասում է ժողովրդավարական հասարակություններում որոշումների ընդունման, հա, ասենք ընդհանցակարգերի եւ ըստ էության, այո, սահմանադրական դատարանը բարբերաբար ստիպված է լուծել կամ անդրադառնալ այն խնդիրներին, որոնք ստեղծել է կառավարությունը կամ իշխող ուժը։ Բայց մենք դեռ մինչև դատարան դիմելը, մենք դեռ ունենք Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից ստորագրելու ընթացակարգ եւ բնավ որպես իրավապաշտպան կազմակերպություն վստահ եմ, որ կոչ են կանելու նախագահին չստորագրել նման օրենքը եւ ինքն էլ կարող է դիմել դատարան, սահմանադրական դատարան, եթե դրան հերթ հասնի։ Եվ կարճ անդրադառնանք նաև օրենքով սահմանված բացառություններին, դրանց վերաբերյալ ձեր տեսակետը եւ ինչ կերպ են մարդիկ գալու են, ում են դիմելու, ինչպես են ապացուցելու օրինակ, որ իրենք ուսանող են դրսում։
Նայեք, ըստ էության իրականում կրկին բավականին սահմանափակող բացառություններ են նախատեսել, նախ էլի պետական գործողման գտնվող ոչ թե մասնավոր օրինակ աշխատանքով, եթե անձը բացակայում է երկրից, եւ մենք նման խնդիր ունեինք մինչ այժմ էլ, այսինքն Հայաստանից դուրս քվարկելու համատեքստում կրկին միայն դիվանագիտական ծառայության ներկայացուցիչները եւ նրանց ընտանիքների անդամները կարող էին քվարկել, բայց եթե դու գտնվում ես կարճաժամկետ կամ երկարաժամկետ ինչ որ աշխատանքով պայմանավորված Հայաստանից դուրս, բայց քո հիմնական գործունեության վայրը, քո կացարանը, քո բնակարանը, քո կյանքը, այսինքն Հայաստանն է կենտրոնը, այսպես թե այնպես, չենք կարող քվարկել։ Նույնն այստեղ, այսինքն եթե երկարաժամկետ բուժման ես գնում փաստորեն կրկին դուրս ես մնալու քվարկելու հնարավորությունից, ուսանողներն էլ ըստ էության կարծում եմ բացառությունների շնորհիվ, այսինքն ինչպես են պատկերացում այս պահին համենայնպես, հա, տեխնիկապես, որ եթե ներառված չես պետրեգիստրում, բայց կարծում ես որ պետք է ներառված լինես, հա, ընտրությունների պահի դրությամբ, այդ դեպքում դու պետք է ապացուցես, որ իրավունք ունես քվարկելու տեղեկանքներ, գուցե համալսարանից ներկայացնելու եւ այլն, եւ արդեն անհատական բացառման դեպքում կհամալրեն, հա, ընտրողների ռեգիստրը, որտեղ 28 օր կարծես թե ունենալու ես, որպեսզի տեսնես ներառված ես թե ոչ ընտրություններից առաջ, ու այսպես եմ այս պահին պատկերացնում համենայն դեպս։ Կառավարությունը հավանություն է տվել բջջային հեռախոսների email կոդերի միասնական շտեմարան ստեղծելու նախագծին։ Ըստ նախագծի ֆիզիկական անձը պարտավոր է գրանցել իր կողմից Հայաստան ներմուծած այն բջջային հեռախոսի email-ը, որն արտադրվել է գրանցման մեկնարկի տարվա կամ դրան նախորդող տարվա ընթացքում եւ վճարել պետական տուրք։ Անվտանգություն թե տոտալ վերահսկողություն։ Բոլորից բջջային հեռախոսները մեկ շտեմարանում։ Արդեն մի քանի օր է Հայաստանի քաղաքացիներին հանգիստ չի տալիս կառավարության նախատեսած բջջային հեռախոսների email կոդերի միասնական գրանցման այս գաղափարը։ Սա նշանակում է սարքի 15 նիշանոց միջազգային նույնականացուցիչ կոդի ներառում պետական միասնական շտեմարանում։ Այստեղ կապակցվելու են քաղաքացու անձնագրային տվյալները, հեռախոսի email կոդը եւ բոլոր քարտերը, ինչը թույլ կտա ցանկացած պահի տեսնել, թե ով եւ որ սարքով է ակտիվանում կապի ցանցում։ Ըստ անձնական տվյալների պաշտպանության փորձագետ Գևորգ Հայրապետյանի 2.5 միլիոն օգտատիրոջ տվյալների կենտրոնացումը մեկ վայրում թիրախ է դառնում կիբեր հանցագործների համար, իսկ բազայի հնարավոր տեխնիկական խափանումը կարող է հանգեցնել կապի զանգվածային անջատումների։ Բացի այս փորձագիտական դաշտում լրացուցիչ անհանգստություն է առաջացնում նաև նախագծի այն դրույթը, որով շտեմարանի տվյալները կարող են մշակվել այլ ընկերությունների կողմից։ Այլ թվային ծառայություն ասելով ես չեմ հասկանում, թե ինչ տվյալների մշակման ծավալի մասին է խոսքը, ինչ նպատակ կա, ոնց կարող են օգտագործել, կարող են արդյոք մեկին վաճառվել, կարող են միգուցե տրամադրվել կամ նվեր տալ մեկին, կամ գովազդի նպատակով վաճառել կոմերցիոն ինչ-որ կազմակերպության։ Այս այլ թվային ծառայություն ասելը ինչ է նշանակում, ինչպես են իմ տվյալները այդ շրջանակում մշակվել։ Սա անհասկանալի է, ու սա կոնկրետ ցույց է տալի, թե ինչպես կարող է տվյալների մշակման հնարավոր նպատակներից մեկը լինել չափազանց ընդհանուր, անսահմանափակ եւ անորոշ, ու սա տվյալների հետ վարվելու կանոնի ուղիղ խախտում է։ Չնայած իշխանությունները պնդում են, որ նախաձեռնությունը նպատակ ունի բարձրացնել բջջային սարքերի հաշվառման արդյունավետությունը, միտված է կանխելու հեռախոսների ապօրինի ներմուծումը, կրճատելու գողությունները եւ ապահովելու սպառողների անվտանգությունը, միևնույն է, քաղաքացիները սա համարում են վերահսկողություն, իրավունքների կոպիտ խախտում։ Դե իմ տվյալներն է, որտեղ չի ուզի անվստահելու, չգիտեմ որտեղ պետքա լինի, որտեղ պահվի։ Ոնց կարան վերահսկեն ազատ մարդուն։ Շատ վատ։ Ինչքան շատ են ուզում, դա ավելի շատ ոչնչոտում է մեր ազատ տեղաշարժին, ու դա արդեն լավ չի։ Կարծում եմ անհատի անձնական տարածք ներխուժելու ու վերահսկելու ոչ օրինական ձևը ու հակասահմանադրական։ Հակառակն են պնդում կառավարության ներկայացուցիչները։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն ասում է, որ սա պայքար է մաքսանենգության դեմ։ Հայաստանի Հանրապետությունում բջջային հեռախոսների միջազգային նույնականացուցիչների գրանցման եւ վերահսկողության բացակայությունը մի շարք ռիսկեր է ստեղծում, չմարքսազերծված եւ կեղծ կոդերով բջջային սարքերի շրջանառություն, հարկային կորուստներ, շուկայի մրցակցության խաթարում եւ որ ոչ պակաս կարեւոր է անձնական տվյալների պաշտպանության թերություններ, ինչպես նաև կիբեր եւ ֆիզիկական անվտանգության ռիսկեր է առաջացնում։ Ըստ առաջարկվող կարգավորման բջջային հեռախոսների email կոդերի միասնական շտեմարանում գրանցման վճարի չափը կախված է հեռախոսի թողարկման տարեթղթից եւ ներմուծման հաճախականությունից։ 2026 թվականին արտադրված հեռախոսի համար պետք է վճարի 100,000 դրամ տուրք, ինչ 2025 թվականի համար 20,000 դրամ տուրք։ Իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար
մինչև 2 տարեկան հեռախոսների պարագայում սահմանված է 3000 դրամ յուրաքանչյուր հեռախոսի email կոդի գրանցման համար տուրք, ինչպես նաև տարեկան 250,000 դրամ տուրք։ Իդեպ նախագիծը ներկայացնելուց օրեր անց Հայաստանի կառավարությունը պարզաբանում է տարածել, նշելով, որ Հայաստանում նախատեսվում է ներդնել email համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։ Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15 նշանոց email համարը առանց որևէ անձնական տվյալների։ Շրջանառվող լուրերը հերքել է նաև Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը, նշելով, որ համակարգի ներդրման նպատակը հասարակության նկատմամբ վերահսկողություն սահմանելը չէ։ Նպատակը բացարձակ որևէ մեկին հսկողության ներքո առնելը չէ, այլ ուղղակի ապօրինի կամ 25 ճանապարհով կամ ապօրին ճանապարհով հեռախոսների մուտքը դեպի Հայաստանի Հանրապետություն արգելելն է։ Նախագծի ընդունման դեպքում Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից կներդրվի միասնական համակարգը, որի դեպքում գրանցված email-ների բացակայության դեպքում օպերատորը կմերժի ծառայության մատուցումը։ Իդեպ email-ների պարտադիր գրանցում կամ հեռախոսների տոտալ վերահսկողություն ունեն նաև տասնյակ երկրներ, որոնց թվում են Թուրքիան, Ադրբեջանը, Պակիստանը, Եգիպտոսը, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Ինչպես փաստում են տվյալները, այս երկրները նույնպես մի շարք ընդհանուր եւ լուրջ խնդիրներ ունեն կապված անձնական տվյալների պաշտպանության, սպառազինության սահմանափակումների եւ ազատ տեղաշարժերի հետ կապված։ Շտեմարանների գլխավոր մարտահրավերները գաղտնիության եւ անձնական տվյալների վտանգումն է, զբոսաշրջիկների եւ միջազգային ճանապարհորդների խնդիրները եւ բյուրոկրատական քաշքշուկները։ Քրիստինե Ոսկանյան, ՎՏ Հայաստան Նյուզ, Երևան։ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման ֆոնին ռուս պաշտոնյաները շարունակ հայտարարություններ են անում, այդ թվում Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ երկրների անունից։ Իսկ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան մասնակցելու հուլիսի 6-ից 9 Եկատերինբուրգում կայանալի կինոպրոմ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։ Ոչ միայն Ռուսաստանը, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ երկրները՝ Բելարուսը, Ղազախստանը եւ Ղրղըզստանը կարծում են, որ Հայաստանի Եվրամիության հետ մերձեցման ուղղությունը լուրջ տնտեսական ռիսկեր է ստեղծում միության համար։ ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Նրա խոսքով այս երկու ինտեգրացիոն միավորումները սկզբունքորեն անհամատեղելի են։ Նա կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը պետք է բացատրի երկրի բնակչությանը, թե ինչ առավելություններ կկորցնի Եվրամիությանն անդամակցելու դեպքում։ Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանը կանցկացնի հանրաքվե, որի ընթացքում քաղաքացիները կկարողանան քվեարկել Եվրամիության անդամակցության հեռանկարի վերաբերյալ։ Հայաստանի իշխանությունները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու պլաններ այս պահին չունի։ Հեռանում եմ, որովհետև այլևս չեմ կարող աշխատել իմ սեփական սկզբունքների դեմ։ Մոլդովայի վարչապետ Ալեքսանդրու Մունտյանոն կառավարության ղեկավարի պաշտոնում գրեթե 8 ամիս աշխատելուց հետո հրաժարական է տվել։ Այս մասին նա առավոտյան հայտնել է Facebook-ում հրապարակված կարճ գրառմամբ առանց մանրամասների։ Վարչապետի հրաժարականը անմիջապես արձագանքների ալիք բարձրացրեց Մոլդովայում։ Նրա հայտարարությունից մի քանի ժամ անց նախագահ Մայա Սանդուն զրուցեց լրագրողների հետ, կտրականապես հերքելով վարչապետի հետ հակամարտության մասին վարկածները։ Ալեքսանդրո Մունտյանոյի հրաժարականը պաշտոնապես մեկնարկում է նոր կառավարության ձևավորման գործընթացը։ Այժմ խոսքը նախագահինն է։ Մայա Սանդուն պետք է խորհրդակցություններ անցկացնի խորհրդարանական խմբակցությունների հետ եւ առաջարկի նոր վարչապետի թեկնածու։ Մունտյանոն կառավարությունը գլխավորել է 2025 թվականի նոյեմբերի 1-ից, որպես տեխնոկրատ, որին վստահվել էր երկիրը եվրոինտեգրման նոր փուլով առաջնորդելու առաքելությունը։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան Նյուզի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։